հայ ազգը դարեր շարունակ պայքարել է հանուն տրոնի, հանուն քրիստոնեության։ Ուստի առաջարկում ենք օրհնության կարգ անցկացնենք եւ երեկոն սկսենք հենց այդպես հայեցի։ Եվ այդ իսկ պատճառով սիրով բեմահարթակը ուզում ենք տրամադրել Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանին։ Ողջույն բոլորից իրներս, բնականաբար խոսվեց ավանդականի և հոգևորի մասին և ես շատ ուրախ եմ, որ այսօրվա, եթե կարասել այդպես պաշտոնական սկիզբը ես իմ աղոթքը որությամբ իտամ, ուստի պիտի խնդրեմ հոտնկայս հայր մեր ասենք իրավետ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեղեցի արքայություն քո, եղեցին կան քո, որպես հերգինս և երկրի, ըստ հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ, թողունք մերոց պարտապանած, և մի տաներս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզ ուչարե, զիքոյ արքայություն և զորություն և փառքավիտյանս ամեն, ըստ գործս ձրած մերոց ուղղարամես դեր և գործս ձրած մերոց հաջողյա մեզ ամեն։ Ամեցիկ նստեք։ Ես շատ չեմ ուզում ծանրացնեմ և պարզապես ավետարանական մի խոսք պիտի ասեմ, որով թերևս այս միջոցառումը ամբողջությամբ մտնում է այդ խոսքի ծիրի մեջ։ Մշակը արժանի է իր վարձին։ Ավետարանական այս ճշմարտությունը կիրառելի է ամենուրեք և մեր բոլորիս ցանկությունն է և երազանքն է, որ մշտապես մենք ունենանք մշակներ առանց ամոթի։ Մարդիկ, ովքեր որ կարողանում են լավը ստեղծել, բարին ստեղծել և հերիք չի ստեղծել, նաև սփռել գոնե ամենաքիչը մեր Հայաստան աշխարհով մեկ։ Ես բոլորիդ ողջունում եմ, շնորհավորում եմ նրանց, ովքեր որ պիտի ստանան և ողջագուրվելու այդ նաև ողջունելու այդ ընթացքը յուրաքանչյուրս մեր սիրով, մեր ջերմեռանդությամբ անենք և մասնակցենք և մեկս մյուսի կողքին լինելով ժպտանք և ևս մեկ անգամ բարիք սփռենք։ Աստված պահապան բոլորիդ, շնորհակալ եմ։